մեր համալսարանում մի հատ գրականության դաս է խոսում ենք, ով մի օր մի թեմա է բացատրում, թեմայի անունն էր բանալի բառեր, ու ասում էր, որ ամեն գրող իր բանաստեղծությունների կամ առակների, պատմվածքների մեջ ներառել է բանալի բառ, որը գտնելու դեպքում դու կարողանում ես հասկանաս ստեղծագործության հիմնական իմաստը, թե ինչ ուզեցել ասի գրողը, ինչ հուզմունքների տակ է ինքը այդ ստեղծագործությունը գրել։ Ու հենց պրակտիկ օրինակներով ցույց էր տալիս այդ ամենը, հիմա չեմ հիշում թե որ ստեղծագործության վրա կոնկրետ։ Ու ասում էր, որ հիմնականում բանալի բառերը լինում են ստեղծագործության վերնագրում, առաջին պարբերության մեջ ու առաջի քառատողում, բայց նաև կան բառացառություններ, երբ որ լինում են վերջում, վերջի պարբերության մեջ։ Այսօր ես իմ խոսքի մեջ ես նույնպես ներառել եմ մի բանալի բառ, որը հենց հիմքն է իմ խոսքի, ու միանգամից հենց սկզբից էլ տեղը կասում այդ բանալու բառը, որպեսզի ամեն բան խոսքի մեջ պարզ դառնա։ Այդ բանալի բառը ներառել եմ վերնագրի մեջ, ու խոսքը ունի հետևյալ վերնագիրը, որն է քո աշտարակը։ Հենց բանալի բառը հանդիսանում է աշտարակը, ու ինչ է աշտարակը։ Աշտարակը գիտական սահմանմամբ, աշտարակը բարձր ուղղաձիգ շինություն է, որը սովորաբար ավելի բարձր է, քան իր լայնությունը։ Այն կարող է լինել առանձին կառուցված կամ շենքի մի մաս։ Այս գիտական ձևով, բայց երբ որ ես ասում աշտարակ, մտովի գնում եմ հին ժամանակների հին քաղաքները, որոնք ունեին պարիսպներ, պարսպապատ էին, ու այդ պարիսպների որոշ երկարությունը մեկ, սենց սյուներ կան, ու ես նմանացնում եմ այդ սյուները աշտարակների, ու պատկերացումով, երբ որ ես կանգնած եմ աշտարակի վրա ու պարիսպի վրա, տարբեր բարձրություններ են։ Այսինքն պարիսպը ավելի ցածր է, քան աշտարակը, աշտարակը ավելի լայն տեսադաշտ է բացում, ու հենց աշտարակը հին ժամանակներում եղել է որպես ռազմավարական կառույց, եղել են դիտակետներ, եղել են պաշտպանական վայրեր, ու այդ աշտարակ կառույցին շատ գրավեց, ես վերցրի այդ աշտարակ կառույցը, հետո մի քիչ հետո կասեմ, թե որտեղից եմ վերցրել, ու տեղափոխեցի իմ կյանք այդ կառույցը, փորձեցի հասկանալ, կա այնպիսի մի աշտարակ, որում ես ինձ բարձր եմ զգում, որում իմ տեսադաշտը շատ է, որում ես հնարավորություն ունեմ պաշտպանվելու, ու ինձ բացահայտելով ես հասկացա, որ կան այդպիսի աշտարակներ ու իրոք շատ են։ Բայց միևնույն ժամանակ մի հատ միտք էր ինձ տանջում, ու կարող է հնարավոր է, որ մենակ իմ մոտ է, որ մի քանի աշտարակներ են, ու այդ ժամանակահատվածում, որ մտածում եմ այս խոսքի շուրջ, սկսեցի ում հետ որ խորհրդակցում էի, ում հետ զրուցում էինք, իրան հենց բառացի չէ, բայց հարցնում էի, կա այնպիսի մի ոլորտ, որտեղ դու քեզ լավ ես զգում, ինքնավստահ ես զգում, պաշտպանված ես զգում, ու շատ մարդիկ տվեցին շատ հետաքրքիր պատասխաններ, այդ պատասխաններից երկուսին ես կանրադառնամ։ Առաջի տեսակ մարդիկ, ովքեր տվեցին այս պատասխանը, իրանց բացատրությունների հիմնական նույնն էր, ու այդ աշտարակի անունն էր հարգանքի աշտարակը։ Իրանց բացատրությունները մի մտքով կարելի է այսպես ասել, երբ որ ես հարգված եմ ու իմ հետ ինչ-որ մի փորձություն է պատահում, ես վստահ եմ, որ իմ շրջապատի մարդիկ, ովքեր ինձ հարգում են, կգան հարգանքից ելնելով ինձ օգնեն, ինձ այդ դժվարությունից հանեն։ Ու մյուս բացատրությունը, երբ որ ինչ-որ մեկի մոտ ես ավելի հարգված եմ, քան ինչ-որ ուրիշ մեկը, ոմն մեկը, ինձ ավելի շատ տեղեկություն եմ փոխանցում, ես ավելի շատ բանից եմ տեղյակ, ինչ-որ գալիք բաներից ու կարողանում եմ պատրաստվեմ։ Ու տեսնում ենք, որ հին ժամանակներում էլ աշտարակները ծառայել են որպես տեղեկության հավաքագրման վայր, այսինքն նայել են, տեսել են, թե թշնամին ինչ է ուզում անի, ինչ գործողություններ է ուզում անի ու տեղեկացրել են թագավորին, իրանք էլ դրան համապատասխան որոշումներ են կայացրել։ Ու կյանքում էլ այդպես, եթե դու տեղեկություն ես տիրապետում, դու ուրեմն պատրաստ ես այդ արձագանք տալ ինչ-որ բանի։ Ու իրականում այս աշտարակը այնպես չի, որ վատ աշտարակ է, ընդհանուր կյանքի առմամբ, շատ լավ է, երբ որ դու քեզ հարգված ես զգում, երբ որ լավ ես զգում, բայց խոսքից մեջ հետագայում կասեմ, թե որ դեպքում է իրոք, որ ինքը շատ լավ աշտարակ է։ Երկրորդ աշտարակը, որը կասեմ, ասեց հենց այդ նույն գրականության դասախոսը, ու ասեց, որ հենց այդ մի աշտարակն է, որ իր կյանքում է, ու այդ մարդու տեսակն էլ էլի կար, որ ինքը մենակ իր կյանքում մի աշտարակ ունի, այդ աշտարակի անունն էր իմաստության աշտարակ։ Երբ որ ես իրանից փորձեցի իմ հարցի պատասխանը սենց ստանամ, ինքը մի հատ այսպիսի նախադասություն ասեց, ինձ շատ թեմաների, շատ ոլորտներից կարող եք հարցեր տալ, որ ես չեմ կարող պատասխանել, բայց իմ մասնագիտության մեջ, իմ ոլորտում ես անպարտ եմ, ես անխոցելի եմ, ու տեղից արդեն պարզ դարձավ, որ այդ մարդը իրոքից իր մասնագիտության մեջ ինքը շատ լավ մասնագետ էր, եթե մենք իրանից մի պատասխան էինք ուզում, ինքը տալիս էր
10-ից ավելի պատասխաններ ու ամեն բան պարզ էր դառնում։ Բայց կյանքի առումով շատ ձանձրալի կլինի տվյալ մարդու հետ շփվելը, որովհետև մենակ ինքը բարձունքում է գտնվում այդ իր ոլորտի մեջ։ Եթե ինքը իր աշտարակից դուրս եկավ, արդեն չի տիրապետում այնքան բանի, որ կարողանաս իր հետ նորմալ շփվես, հաճելի լինի։ Իրականում շատ լավ է, երբ որ դու քո մասնակցության մեջ տիրապետում ես բոլոր տերմիններին, կարողանում ես բացատրել այդ ամեն ինչը լավագույնն ես, բայց նաև կյանքի առումով պետք է մնացած աշտարակներն էլ զարգացնել, մնացած ոլորտներով էլ հետաքրքրվել։ Ու էլի լիքը պատասխաններ եղան, ընտանիքի աշտարակը, տաղանդի աշտարակը, որտեղ մարդիկ իրենց ինքնավստահ են զգում։ Բայց հիմա ուզում եմ ասեմ, թե այս աշտարակ բառը ես որտեղից վերցրի իմ համար ու տարա իմ կյանք, կարդանք Առակաց 18-րդ գլխի 10-րդ համարը։ Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նրա մեջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում։ Փառք Աստծուն, որ իր անվանի մեջ մենք կարանք հանգստություն գտնենք ու նա է մեր ապաստանը։ Երբ որ կարդում ես խոսքը, աշտարակ բառը շատ ինձ գրավեց ու տեղափոխեցի իմ կյանք, հասկացա, որ իրոք ժամանակներ ա եղել, երբ որ ես հուսացել եմ Տիրոջ անվանով ու զգացել եմ, որ ես իրոքից պաշտպանված եմ։ Փառք Աստծուն դրա համար։ Բայց այնպես չի եղել, որ ես հանկարծ մի ինչ-որ դժվարության մեջ ընկնեմ ու ասեմ վերջ, հավատում եմ Տիրոջ անվանը ու այդ աշտարակը գա ու սենց միանգամից հայտնվի, էլի կառուցվի միանգամից, չէ։ Ես հասկանում եմ, որ իրավիճակներ ա լինում, երբ որ դու պիտի ցուցաբերես այդ քո հավատը, հավատաս Տիրոջ անվան զորությանը ու այդ աշտարակը քարերով կառուցվի։ Ու մի օր կտեսնես, որ այդ աշտարակը դարձել է 30 մետրանոց ու դու այդտեղից կարողանում ես տեսնել ամեն ինչ ու պաշտպանված ես։ Բայց նաև այդ աշտարակի կառուցման մեջ շատ կարևոր դեր ունի, թե ինչ հողի վրա ես դու կառուցում այդ աշտարակը։ Որովհետև շատերիս հայտնի է աշխարհի հրաշալիքներից մեկը Պիզայի աշտարակը, որը գտնվում է Իտալիայում, ունի 56 մետր բարձրություն ու տեսած կլինեք նկարը, որ ինքը մի քիչ թեք է, որովհետև շինարարները կառուցման ժամանակ հաշվի չեն առել, թե ինչ հողի վրա են կառուցում շենքը, հողի եղել է փափուկ ու ինքը ժամանակի ընթացքում թեքվել է։ Ու իր ընկնելու այդ կործանվելու հավանականությունը կա, բայց նույնը կա նաև հոգևոր կյանքում, երբ որ դու քո աշտարակները, քո ինչ-որ սկզբունքները կառուցում ես հոգևոր հիմքերի վրա, Սուրբ Գրքի հիմքերի վրա, ես հավատում եմ, որ Տերը թույլ չի տա, որ այդ աշտարակները ընկնեն։ Ու դու միշտ պաշտպանված կլինես այդ աշտարակների մեջ, ու այդ Աստծու աշտարակ լինելը մեզ համար ապացուցում է ևս մեկ համար, Երկրորդ Թագավորաց 22-րդ գլխի 3-րդ համարը։ Աստված իմ ժայռն է, եւ ես նրա մեջ եմ ապաստան գտնում, իմ վահանը եւ իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակն է ու իմ ապաստանը, իմ ազատիչը, դու ես անիրավությունից ազատում ինձ։ Ու նույնը հոգևոր կյանքում է, փառք Աստծուն, որ մենք ունենք Աստված ու մենք իր մեջ ենք գտնում մեր ապաստանը։ Շատ կարևոր է, որ մեր ամեն ինչը հիմնված լինի հոգևոր հիմքերի վրա։ Ես սկզբից ասացի, որ այնպես է, որ հոգևոր հարգանքի աշտարակը լավ աշտարակ է, բայց նայես թե ինչ հիմքերի վրա հիմնված։ Եթե դու պաշտպանության կարիք ունես, եթե դու կարիք ունես, որ ինչ-որ միտեղ հանգիստդ գտնես, ապաստանդ գտնես, ու դրա համար ես ինչ-որ մեկի մոտ փորձում հարգանք ձեռք բերել, հավանականություն կա, որ այդ աշտարակը կընկնի։ Բայց եթե այդ աշտարակը, քո հարգանքի աշտարակը կառուցվում է, երբ որ քո մեջ նկատում են խոնարհությունը, քո մեջ նկատում են այն փափագը, որ դու ունես Աստծո նկատմամբ, քո մեջ նկատում են այն ամենը, որ դու ձգտում ես Աստծուն հաճեցնել, հավատում եմ, որ այդ աշտարակը չի ընկնի ու ինքը ուղիղ կկանգնի այդ պինդ հողի մեջ։ Մենք կարող ենք մեր կյանքում ունենալ շատ աշտարակներ ու ամեն օր էլ մենք մեր աշտարակները շինում ենք, բայց կարող ենք դա անենք մտածված, կարող ենք չհասկանալ, որ այդ աշտարակները շինում ենք ու շատ կարևոր է այդ հիմքը, հոգևոր հիմքը, որպեսզի լինի։ Մոտենալով ավարտին իմ խոսքի, կասեմ, որ մենք ամեն օր էլ շինում ենք մեր աշտարակները, բայց կարևոր է թե ինչ հիմքի վրա շինենք։ Երկու հարց կուզեմ, որ մտապահեք ու ժամանակ առ ժամանակ ինքնաքննությամբ տակ ձեզ, որովհետև ամեն օր փոխվում են մեր աշտարակները, որոշ աշտարակներ կարող են կառուցվել, որոշ աշտարակներ կարող են ընկնել։ Ու այդ երկու հարցն են. որն է իմ աշտարակը եւ որն է աշտարակիս հիմքը։ Այս երկու հարցը տալով մենք կհասկանանք արդյոք ժամանակ առ ժամանակ մենք հոգևոր աճ ենք ապրում։ Մեր աշտարակները մենք կառուցում ենք հոգևոր հիմքերի վրա, թե աշխարհիկ հիմքերի վրա։
մեր որ աշտարակներն են շատանում, արդյոք մեր աշտարակը բարձրանում է ու մեր մտահորիզոնը բացվում է Տիրոջ խոսքի մեջ, արդյոք մեր կարդալու աշտարակը բարձրանում է ու մենք սկսում ենք հասկանալ այն խորը մտքերը, որ Աստված Աստվածաշնչի միջոցով փոխանցել է մեզ։ Ու խնդրենք Աստծուց, որպեսզի ինքը մեր հետ կառուցի այդ աշտարակները, որովհետև նրա գործունը այս աշտարակների կառուցման մեջ է, ու ինքը պիտի իմաստություն տա, որպեսզի քարերը ճիշտ իրար վրա դնենք, ինքը պիտի իմաստություն տա, որ ճիշտ հող ընտրենք, ինքը պիտի բռնի մեր ձեռքը, որպեսզի չշեղվենք մեր ճանապարհից։